Կապանի տիկնիկ, մանգական տիկնիկային այսօր ձեզ համար մեր փոքրիկ տիկնիկավարները կցուցադրեն Հովհաննես Թումանյանի հեքիաթը Խելոք մարը, Տերն ու ծառան, Բարեկենդանը և Քրիստոսի մոտ։ Ծանոթ եք այդ հեքիաթին։ Այսօր դուք կտեսնեք, թե ինչպես են խաղում հեքիաթները տիկնիկները։
ժամանակը, թե դու բարկանաս, դու ինձ 1000 մանեթի դու բանկ տաս, թե ես բարկանամ, ես տամ։ Ես 1000 մանեթ չունեմ, քեզ որտեղից տամ։ Ոչ կա, փոխարեն ինձ 10 տա, ինձ ձերի կծառայես։ Տղեն մի վախենում է ես տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է։ Ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում եմ անել, ես եմ ու չեմ բարկանա, պրծավ գնա, թե ես բարկանամ։ Ես քեզ ասել եմ, քանի լույս է, պետք է հնձես, արևը մեր մտա, բայց պես, նրա աղբեր լույսյակը դույս եկավ, սա ինչ պակաս է լույս տալիս։ Այդպես ո՞ց կլինի։ Թե, ես դու բարկանում ես։ Վայ քո աղբեր հարամունի, քո հացնել, կատված ռոճիկներ։ Մինչև տեսակ են ներգացումները։ Ձեզ դուր եկավ։ Եվ որ դուր եկավ, ուրեմն բաճապակի գլնեք
ենք մանրավանները։ Հեսա մենք փոքրերի համար ենք բեմադրում ենք երկու հետքա։ Մենք արդեն բեմադրություն մարմաս լինի, մենք էլ երկու ներգրատիկներով ենք կան թեմանով։ Լավ։ Երեխաներ մի րոպե լռում եք։ Երեխաներ, գիտեք ես ինչու ձեռքս վերցրեցի այս տիկներից, որովհետև ինձ թվում է, թե սա շատ հեշտ աշխատանք է։ Նամանավանդ, երբ որ այս գեղեցիկ աղջիկները, փաստորեն ձեզ մեջ տղա չկա, բայց իրենք նաև պապիկի դեր էին, չէ՞ տանում։ Երեխաներ, դուք տեսաք, որ յուրաքանչյուր մասնագիտություն իր բարդությունն ունի, իր աշխատանքն ունի։ Ձեզ թվում է հեշտ է աշխատել, երեխաներ։ Ձեզ թվում է հեշտ է տիկնիկային թատրոն ցուցադրելը։ Մենք էլ ենք մանկապարտեզում այսպես բեմականացումներ անում, տիկնիկային թատրոններ ցույց տալիս անում ենք մենք։ Երեխաներ, բայց այսօր տարբերվում է, որովհետև մենք այստեղ ունեինք պրոֆեսիոնալ մարդիկ մեր և տիկնիկները և մասնագետները։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր փոքրիկ սանիկներին, մեր բալիկներին և ուզում եմ ասել, որ նրանք շատ հաճախակի մեզ հյուր գան, որովհետև երեխաները շատ ուրախացան, շատ անչափ են նրանք և դուք դա տեսաք, աղջիկներ շատ ապրեք, որ դուք կարողանում եք այս